Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Անձրև էր տեղում, հիանալի է, երաշտից ընդամենը մի քանի օր հետո այգիները, դաշտերն ու զբոսայգիները վերականգնվել էին։ Ո՞վ է ուղարկում անձրևը ճիշտ ժամանակին, ով է ամեն բան կենդանի պահում։ Իսրայելում կար ժամանակ, երբ գրեթե բոլորը մոռացել էին, որ կա միայն մեկ Աստված, և նա է այն մեկը, ով անձրև ու արև է տալիս։ Մարդիկ փայտից ու քարից աստվածներ էին պատրաստում։ Այս աստվածներից մեկի անունը Բահաղ էր, և նրանք հավատում էին, որ այդ անշունչ առարկան իրենց հացահատիկ, միրգ և շատ անասուններ է տալիս։ Այս կեղծ հավատի պատասխանատուն Աքաբ արքան էր։ Ամեն բան սկսվեց, երբ նա ամուսնացավ ոչ աստվածավախ կնոջ հետ։ Հեզաբելը մի երկրից էր, որտեղ չէին ճանաչում իրական Աստծուն։ Նա իր հետ Իսրայել բերեց իր հավատը, Բահաղին երկրպագելը։ Աքաբ արքան թույլ տվեց, որ իրեն պարտադրեն երկրպագել Բահաղին։ Ապա ողջ ազգը նույնպես սկսեց երկրպագել նրան։ Իհարկե, ոչ բոլորը։ Եղիան չերկրպագեց նրան։ Նա այն մարդկանցից էր, ովքեր հավատարիմ մնացին Աստծուն։ Մի օր նա աղոթեց. Ո՛հ Տեր, խնդրում եմ 3 տարի թույլ չտաս անձրև տեղա, որ ողջ ժողովուրդը տեսնի, թե դու ես միակ Աստվածը, ով կարող է անձրև տալ և թույլ տալ ինչ-որ բան աճի։ Եղիան համոզված էր, որ Աստված ցույց կտա բոլորին, որ ինքն է միակ Աստվածը։ Եղիան առանց նախապես զգուշացնելու արագ գնաց արքայի ամրոց։ Նա միջանցքով քայլեց և հասավ արքայանից սենյակը, որտեղ Աքաբ արքան էր։ Առանց վախենալու նա կանգնեց արքայի դիմաց և ասաց. Աքաբ արքա, կենդանի է Աստված, որ գալիք 3 տարում անձրևի 1 կաթիլ անգամ չի լինելու, դրանով դուք կհամոզվեք, որ միայն մեկ կենդանի Աստված կա։ Եվ Աքաբ արքան նույնիսկ չհասցրեց 1 բառ ասել։ Եղիան հեռացավ։ Իսկ հետո։ Դու կարող ես իմանալ, թե ինչ եղավ հետո, եթե լսես հաջորդ թողարկումը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։